Բարեկես հարգելի գործընկերներ, հարգելի հյուրեր, այսօր մեր հյուրերը տաքսովարողներն են, նշանակում է, որ տաքսովարողների խնդիրները դարձյալ չեն լուծվում, այդ խնդիրները շարունակական են, բայց այսօր այստեղ նրանք հավաքվել են, որպեսզի անդրադառնան վերջերս Գագիկ Բեգոյանի տաքսի նախարարի եւ տաքսի վարորդ Արման Գալստյանի ներկայացած խնդրման արդյունքների մասին խոսելու եւ այդ արդյունքները կմանրամասնեն, կարտահայտեն թե դժգոհությունները, թե գոհունակությունները, թե ինչ տվեց այդ հանդիպումը տաքսիստերին։ Այսօր խոսքը երևի թե Համլետ Մանուկյանին, անհատ տաքսիների վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահին, գուցե դուք առաջինը ձեր ասելիք կասեք, որից հետո մեր հյուրերին արդեն լրագրողներ բավականին ճանաչում են, հանց պատասխանատվություն կքննարկեն ներկայացնում։ Ինչ տվեց այդ հանդիպումը ձեզ տաքսիստերին։ Ուրեմն այս հանդիպումը ոչ մի նորարարություն չի տվել։ Մեր մտածածը մեր տաքսի վարորդների ընդհանուր համաձայնություն ոչ մի ոնց ասեմ համաձայնության չեկած խոսակցություն է դա։ Այսինքն դուք նկատում եք այսինքն մենք ինչ խոսած, այսինքն Արմանը ես չեմ մանում, ինձ ինչ է խոսացել, ինչ են հանդես եկել, ով ինչ է խոսացել, դա մենք ինչ տեսել ենք, ինչ լսել ենք, մենք այն հիմա ասում որ ընդհանուր մեր դուրս չի եկել ու մեր պահանջների հետ ինչի իրականում, ոչ էլ ինչ-որ քայլեր է ձեռնարկվում, մեզի պետք է ընդհանուր, որ սակագները իջացվի, դառնա 5000 դրամ Երևան քաղաքում, 3000 դրամ լեննականում լինի, կիրովականում, ձեր փոքր քաղաքներում, 1500 դրամ լինի գյուղերում, հետո բույս զննում, տեղ զննում, այդպես բաներ ընդհանրապես պետք չի, որտեղ մարդիկ ժամանակ չունեն, պատկերացրեք 30,000 վարորդ, պատկերացրեք ոնց կլինի, որ 30,000 վարորդը, թեկուզ ամիսը մի անգամ, եթե այդ վարորդները քանի բժիշկ կապել, որ այդան բույս զննում են, պատկերացնում եք այդ հաշվարկը, քանի 100 բժիշկ կապել, որ ամեն մի բժիշկը օրեկան 20-30 վարորդը բույս զննում անի, ուրեմն այդ բժիշկները բանում գործ չունեն, կամ բժիշկներն ով բույս զննում անում։ Դա իրոք մենք կարծես թե շարժում ենք այդ հանրապետություն, այսօր անդրադառնում ենք հանդիպմանը, կոնկրետ հանդիպման։ Հանդիպմանը մենք չենք իմանում այնտեղ ինչ է խոսացվել կոնկրետ, ոչ էլ մեզի ինչ-որ մեկը տեղեկացրել է ինչ են խոսացել, ուղղակի մենք որ ակնկալիքներ չենք, ոչ մի բան չենք տեսել, ոչ մի օգուտ, ոչ մի առաջընթաց չենք տեսել, այո, մեր պահանջները մենք գտնում ենք, որ մեր պահանջները ընդհանրապես չի համապատասխանում հանդիպման խոսակցությանը պահանջներին, մենք նորից բարձրացնում ենք մեր բոլոր տաքսի վարորդները բարձրացնում են նույն պահանջները, բայց ուրիշ ձև։ Այսինքն ճիշտ ճանապարհը, որը որ մենք ասել ենք, որ պետք է ասվերը տես, ընդհանուր, բայց այդպես խոսակցությունները չի գնաց։ Մեր իմացածով։ Ինչ որևէ արդյունք եղավ այս ամեն ինչը, որ դուք արեցիք, ինչ-որ խնդիրները բարձրաձայնում եք, որևէ արձագանք եղավ, դες ինչ-որ մեկն բան պատասխանեց, նկատում եմ այս վերջին ժամանակ ձեզ բոլորը բողոքի ակցիաները, ես ուրեմն ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Հովհաննես Անդրեան, բայց այսօր հավաքված են լիգայում ընդգրկված անհատ ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի անդամները, այսինքն կա տաքսի սերվիսների շահեր, անհատ տաքսիների, ավտոներկողների լիգայում, տարբեր ՀԿ-ներ, սա անհատ տաքսիներն են։ Ուրեմն բոլոր ցույցերը եղել են արտոնված ավտովարորդների պաշտպանության լիգայի կողմից։ Արմանը եղել է մեր այդ հարյուրավոր վարորդներից մեկը։ Հանդիպել է ինքը նախարարի հետ, մենք նրանով ենք մտահոգված, որ մենք ոչ մի բանից տեղյակ չեն ու հանձնարարվել է Արմանի հետ ծրագիր մշակել, բայց երբ որ Պետրոսի մոտ մենք լսում ենք, Արմանն ասում է 100,000 հոգի պիտի վճարեն 12,000 դրամ, բոլորին բերենք տարածքներ, պարկեր ստեղծենք եւ բոլորին բուրզնում տեղզնում հասկացնենք, մոտ 30,000 հոգի դուրս տապենք, սա թմրամոլ է, մենք մտահոգված ենք, որ ինքը որոշ օլիգարխ թևից
ներմուծված է, որպեսզի Հայաստանում պարկեր ստեղծվեն, այս տաքսիները, անհատները լցվեն այդ տաքսու պարկերը, բույսերում տեղզերում անցնեն, վաղն այդ օլիգարխի ցավը տանեն, ոչ քո առողջությունն է ինձ ուրեմն բավարարում, ոչ էլ քո աստրաջին։ Ես այսօր 1000 կարոլ եմ բերում, 2000 մեքենա եմ բերում։ Մեզ մտա հոգելը Պետրոսի մոտ իր ելույթներում այն արտահայտությունները, որ պիտի տարածքներ տրվի, իր ծրագիրը տարածքն է, բայց տարածքներ պետությունը չունի, պիտի դիմի 90-ական թվականներին արդեն սեփականատերերին, այդ սեփականատերերը ցավը տանեն, հարուստ մարդիկ են, դուք տարածքը մենք եթանք մտնենք։ Արմանը թե ինչ ա ուզում, ինչ կապ ունի ձեզ հետ։ Բա մենք ենք հավատվել ենք, մենք մտահոգված ենք այդ կանոնները չի խոսում, հանրատաքսու վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՏԿ-ի համանախագահ Արսեն Պետրոսյան։ Արսեն Պետրոսյան։ Ուրեմն լրատվամիջոցներից ենք մենք իմանում, որ նախարարը հանդիպում է Ռոմեն անձնավորության հետ, որը եղել է մեր կողքին այս պայքարի մեջ։ Մի րոպե, թողեք խոսքս վերջացնեմ։ Ուրեմն լրատվամիջոցներից ենք դա իմանում։ Ուրեմն լսում ենք նաև, որ նախարարը հանձնարարական է տվել նախարարության աշխատողների, որպեսզի ներկայացնեն համապատասխան վերանայեն օրենքը եւ համապատասխան առաջարկություններով հանդես գան նախարարի մոտ։ Բայց այդ ընթացքում շարունակական են մարդկանց կանգնացնում են, այդ արտահայտումները նույն ձևով շարունակում են, նույնիսկ մենք տեղեկացված ենք, որ շրջաններում կոնկրետ Հրազդանի նկատի ունեմ, մարդիկ չեն վարում դեռ մեքենա օրը ցերեկով, որոնք ընդամենը այսօրվա վիճակով հացի հարց են լուծում։ Այսինքն ինչ ենք եզրակացնում, եթե նախարարը հանձնարարական է տվել ուրեմն նախարարության աշխատողներին, որպեսզի վերանայեն, ըստ այդմ հետևություն է դրանից բխում, որ այս կանգնացնել եւ 50,000-ական տուգանքները նշանակելը դա ժամանակավորապես դադարեցնում է, մենք դրանից այդ եզրակացության ենք գալիս, բայց դա շարունակում է եւ ես կասեմ, որ այս պայքարի մեջ քանի տարի է այս տաքսիների հետ կապված, այս խոսակցությունները լիգան, այնուհետեւ մեր հասարակական կազմակերպությունը պայքարի մեջ են եւ ոչ մեկս անկախ իրարից մենք քայլեր չենք անում, այսինքն դա համաձայնվեցում է մեկս մյուսի հետ։ Ոչ թե ես կոնկրետ նախարարությանն եմ ուղղում այս հարցադրումը, որ նա ուզում է սև խրի, ուրեմն անհատ տաքսու վարորդների մեջ, այսինքն կոնկրետ ինչ-որ մեկին կանչելով իր մոտ բանակցությունների սեպարատ պայմանավորվածություններ կամ սեպարատ բանակցություններ, մենք կողմ ենք նրան, որ այս բանակցությունները լինեն բաց, թափանցիկ, հասանելի լինեն բոլոր անհատ տաքսու վարորդներին, թե մենք կոնկրետ նախարարության հետ, եթե իհարկե մեզ շնորհք անեն մեզ իրենց մոտ կհրավիրեն, մենք այս հարցերը բազմիցս բարձրացրել ենք տարբեր հեռուստաընկերություններով նախարարության ավագ խորհրդականի պարոն Մելքունյանի, վարչության պետի տեղակալ պարոն Մելքունյանի հետ այս հարցերը նրանք հաղորդումներից հետո միշտ ասում են, այո, մենք ընդունում ենք ձեր առաջարկները կվերանայենք, բայց մինչ այսօր մեզ շնորհ չեն արել, որ կանչեն այդ հարցերի շուրջ, որ իրենք համաձայնում են մեր հետ այդ պահին, որ մենք այդ բանակցությունները վարենք իրենց հետ, որպեսզի այս հարցերին լուծում տան։ Այդ 12,000, 8,000, 5,000 դա միանշանակ այդ անհավասար պայմանները պետք է վերանան։ Իսկ դեռ մինչև այսօր մենք ոչ մի պատասխան չենք ստացել, բացի այդ նաև տարածքների հետ կապված։ Այս մեր տաքսու վարորդները օրական 8 գրելով պատտվում են այս քաղաքում, որովհետև ոչ կայանատեղի կա։ Նույնիսկ այդ կարմիր գծերի մեջ էլ տեղ չկա կանգնելու։ Այս մարդիկ օդի մեջ գազ են վառում, թե բախտի բերման մեկը ձեռքը տնկի, որպեսզի ուղևոր տեղափոխեն։ Ինչքան կարելի է։ Խնդրեմ, ասենք Աբովյան, Թումանյան, կինո Մոսկվայի կողմից այդ կանգառը 30-40 մետր բերել են կարմիր դեղին գծանշում են արել ավտոբուսի կանգառի համար եւ 3 ժամը մեկ ընդամենը մի հատ ավտոբուս ատեղից անցնում
3 ժամ է կարող է գնալ այնտեղ կանգնել նայել եւ դրա ոչ դեմից չէ կարելի գոնե մի կայանատեղի ստեղծեին մի տաքսու վարորդի համար ես մեկ ընդհանրապես ասեմ տաքսու վարորդներին այդքան կանգնելը ինչ-որ ինքնանպատակ չի ես մարդիկ հերել են որպեսզի այդ մեքենան շարժվի որ գումար աշխատել ոչ թե ինչ-որ կանգնեն ժամերով ինչ-որտեղ սպասեն եւ հիմա ու այդ ծառացների հարցը տարբեր է 15-16 կետից բարձրացրել ենք այդ հարցերը ու դեռևս ոչ մի պատասխան չեն ստացել ու այդ բուրս զննումների հետ կապված ինչ-որ հարցաբարձ ես նման առաջարկություն եմ անում եթե վարորդական իրավունքները Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու տրամադրվում է առանց հատուկ, այսպես ասած, բուրս զննման կամ փսիխոյի դա հանված է ընդհանրապես, ուրեմն նախարարություն բարի եղի, եթե կոնկրետ տվյալ տաքսու վարորդի հետ կապված, ուրեմն հարցեր կարող են առաջանալ, կարող եք մտնել նարկոդիսպանսեր, իրանց ցուցակի մեջ տեսնեք համապատասխան այդ մարդը դեռ գրանցված է, եթե գրանցված չի, ուրեմն նա կարող է եւ մեքենա վարել եւ կարող է ուղևոր տեղափոխել կամ նույնը հոգեբուժարանի հետ կապված դրանք ինչ-որ հատուկ նորից բուրս զննումներ կազմակերպվի ինչ նախարարությունը ի սկզբանե Ինչու կա բժիշկների քանակը թողնենք մի կողմ ինչու եք դեմ որպեսզի Կներեք ոնց եք պատկերացնում որ ես ամեն օր պետք է գնամ բժշկի մոտ բուրս զննման ամեն օր Ինչ-որ բան Նախարարությունը հանել է, չէ, հիմա կոնկրետ նորից են վերադարձնում։ Չիմանամ դրա ոչական վիճակի Ուրեմն վարորդները չի վերաբերում, վարորդները քաղաքացի, բոլորն են լրագրողներն են, բժիշկներն են, սա քաղաքացին, չէ։ Նույն մարդիկ են, ուրեմն բոլորն են մեքենային վարում, չէ։ Ուրեմն բոլորն են պետք է այդտեղ բուրս զննման, նոր ելնեն քաղաք։ Ոնց ինքն իր երեխունը տեղափոխում են ազգովի բուրս զննման Դեպի ելնումա տարին մի անգամ, հնարավոր է տարին մի անգամ բուրս զննման կամ 2 տարին մի անգամ։ Այսօրվա վիճակով դա ավելորդ ուրեմն բոլորը դրոշա բուրս զննման։ դա ավելորդ Ուրեմն հիմա սկսեմ ես սկզբից 12 տաքսու վարորդների միության խորհրդի անդամ Մոհանյան Մխիթար 3 տարի մենք 12 թվից, այսինքն 2012 թվականից ստեղծել ենք այս կազմակերպությունը, պայքարում ենք տաքսիների բարելավման համար։ Ոչ մի գործունեություն չկատարվեց, ոչ մի ընդառաջում չկատարվեց, մեր նկատմամբ ավելի խստացվեց, հիմա նորից նոր օրենք է։ Ուրեմն 2 տարի առաջ հրապարակում Բեգլարյան Գագիկի հետ, այսինքն տրանսպորտի նախարարի հետ մենք հանդիպեցինք, զրուցեցինք, Բեգլարյան Գագոն իր խոսակցության ընթացքում նշում էր ինչ-որ մեծ պարկ ստեղծելու մի քանի հազար մեքենա բերելու մասին, որը մենք դեմ եղանք։ Ես սկսում եմ սկզբից կներեք էլի, որ մի քիչ երկարացնում եմ։ Ուրեմն մենք դեմ եղանք, հետո պայքարը նենց եղավ մի քիչ ընդառաջեցին, 2 տարով կասեցրեցին տաքսիների հարկային վճարումների բանը։ Բայց որոշ մարդկանց նորից տուգանում էին չգանձելու պատճառով, չվճարելու պատճառով։ Հիմա ուրեմն նայեք, եղավ այնպես, որ մենք պայքարեցինք հասանք ստեղ ու չգիտես որտեղից ինչ-որ մեկը մակեդոնացու օրենքի համաձայն եկա տեսա հաղթեցի օրենքով ներխուժեց մեր խորհրդի մեջ բարձրաձայնեց այնպես բաներ, որ մեր հետ ինքը ոչ մի անգամ խորհրդակցել այդ թեման մեզ պետք է, թե չէ, մենք դրան համաձայն ենք, թե չէ։ Անհատական մի րոպե, ինքը ընդամենը մենք հաստերն ենք արձանագրում, որ ինքը ընդամենը մի ամիս առաջ եկավ ներկայացավ ու շատ բուռն կերպով, այսինքն մենք 3 տարի պայքարում էինք, որ պարկեր չլնի, բուզ զննում չլնի, ինքը այդ ամեն ինչը բերեց նորից ուզմաններ լուծի,
Հետո սենց բան ասեմ ձեզ։ Մենք 3 տարի պայքարում ենք, որ եթե դուրս գանք, ուղիղ եթե, ոչ թե ասենք սենց նստենք խոսենք, մեր խոսացածը ոչ մի հեռուստաընկերությամբ չցուցադրվի ամբողջությամբ, մասնակի։ Այսինքն դեպի 3 ժամ եթերը դες նամա։ Չէ, գիտեք ոնց։ Ուղիղ եթե Կթողեք ես իմ խնդիրը վերջացնեմ։ Ուրեմն ինչ է, այս մի ամսվա ընթացքում Արմանը հասցրեց բոլորի սիրտը շահել, Պետրոսին մենք խնդրում էինք, որ մեզ ուղիղ եթե տրամադրի, ասում էր մինչև Բեգլարյան գագիկը չթույլատրի, ես չեմ թողի։ Կամ որևէ այլ բարձր պաշտոնյա չթույլատրի, ես չեմ կարա թողել ձեզ ուղիղ եթե։ Ու հանկարծ տունը նստած, մենք էլ ալիքը փոխում եմ հեռուստացույցով, տեսնում եմ Արմանը նստած Պետրոսի մոտ, Պետրոսը բերանը փակած, այսինքն ինչ ուզում է խոսում է։ Ոնց ուզում խոսում է։ Հենց այդ խոսակցությունն է, որ պարկերից խոսած, մենք չանձնավոր ենք, եթե ինքը մենք պարզապես չգիտենք որտեղից, այս 2 տարի մենք նոյալ տապանում ենք, ճիշտ է, 2 տարի դուք մեր հետ տեսել եք, հիմա ինքը պայմանավորվել է, մեր հետ չի գալի մատենալ, այս վարորդները հետ ինչա խոսած են նախարարի հետ, ասում է դու սուս մի խոսա, ես սաղ կանեմ, Արամգել ջան, արի մեզ խորուր, մեզ աչոտ տու, ես ոնց եմ աչոտ տալի մարազների համար, ուստի ամեն մեկը շրջապատի, բա սաղ վարորդներ ենք, այս սաղ հələ մեր գնացեք քաղաքապետարան տեսեք ով է այդ արտոնված ցույցերը կազմակերպել։ Հովհաննիսյան Տիգրան, Արա տաքսիների միություն, ուրիշ ոչ մեկ։ Դու եկել ես պայքարել ես մեր հետ։ Հիմա նախարարությունը թող մտածի, դու ո՞նց ես մի հոգում կանչում, ասում ես ասա ինչ ես ուզում։ Մենք էլ ասում ենք ինքեր ջո մի հատ կանչ հիսա զանգել եմ նոր փոխնախարարը հիմա մեզի սպասում է։ Հենց ելույթից հետո գնում ենք փոխնախարարի մոտ, չգիտեմ նախարարը ստեղ չի, չգիտեմ, ասեմ քաղաքից դուրս է։ Հիմա մենք գնանք ասենք ընկեր, ինչ եք խոսացել Արմանի հետ։ Լավ, Արմանի հետ առանձին խոսացեք, չի ուզում էլ այդ խոսալ։ Մենք էլ առանձին խոսանք։ Անհատական այդ հանդիպումը, որից դուք անհանգստացաք։ Մենք այդքան անհանգստացած չենք այդ հանդիպումից, ուղղակի եթե այդ հանդիպումը ինչ որ ուրեմն օգուտ կտար, արդյունք կտար դա, մենք բացարձակ Արմանը կլինի, Պողոսը կլինի, Պետրոսը կլինի, արդյունք լինի, բայց այդ ընթացքում հանդիպումը կայանում է, նախարարը ուրեմն հանձնարարում է, որպեսզի եզրակացություններ ներկայացնում, այդ ընթացքում նորից մարդկանց կանգնացնում են ավելի, այո, ոչ թե չէ մենք Չէ, բանսացա։ Ինչի ամսա չեք Ասում է, ես մենակ ինքնուրույն սա հարցը կլուծեմ։ Մենք էլ ծրագիր ենք տվել նախագահի 20 կետից առաջ։ Մեր առաջարկները չես կարդում։ Ինչև հացինես չի կողի, մենք բան չունենք ասել։ Եթե մարդը լուծում է, ու լավ ձևով բոլորի Ես մի ամիս է կասկածները կան, նախարարությունը ի վրա է կասկածում, ես նախարարության կայա, էլ մտածում ենք ես մարդը անվտանգությունից է, հումից է, բայց որ պարկերից խոսած, ինձ թվում է, կան օլիգարխիկ թեև, որ ես ոլորտ ուզում են պարկերի մեջ վերածեն, տաքսի սերվիսներ, անհատ տաքսիներ, այդ զենքը որ զնանում տեղզնում, մի 6 ամիս հետո ցանկացած հարուստով կարասի քաղաքացիներ ջանջես, անհատ տաքսու վարորդների անունից իրավունք են վերապահում հայտարարել, ով որ ինչ որտեղ երազում, քնելուց առաջ, չգիտեմ, մեքենա վարելուց երազում է, ինչ-որ տարածքներ ստեղծի, մեզ տանի ստիպած զորով այդ տարածքներ, մենք ընդեղ չգիտեմ, դա թող մոռանան, ի սկզբանե։ Անհատ տաքսու վարորդները այսօր դուրս են եկել 2 կոպեկ փող աշխատեն իրանց տունը պահեն։ Ուր մնաց մի հատ էլ ինչ-որ տեղեր գնան, վերանցվեն, ինչ-որ տարածքներ, եւ այլն։ Դա թող մոռանան։ Ես բոլոր անհատ տաքսու վարորդներից ինձ իրավունք են վերապահում դա հայտարարել։ Մնացածը թող իրենք որոշեն։ Ու նաև հայտարարում եք, որ Արմանը ձեր իրավունքները չի պաշտպանում, ձեր Այսինքն չենք դիասորել։ Մենք չգիտենք մենք նա ինչ է խոսում, մենք չենք անձնավոր ենք։ Ուղղակի եթե ինչ որ օգուտ կլինի այդ հանդիպումից, մենք դեմ չենք լինի, բայց դեռևս ոչ մի
օգուտ չեն տեսնում, ընդհակառակը դա նորից շարունակում է, տանացնում մարդկանց 50,000 տուգանում է եւ այս հարցը դեռևս օդից կախված հարցերը լուծում չեն ստանում։ Հիմա կգնանք, հիմա հենց հանդիպումից հետո խնդրեմ հրավիրում եմ ձեզ, ես հանգեցի մենք այսքան ժամանակ համեստաբար սպասում ենք մեր պահանջները ներկայացնենք, սպասում ենք նախարարի կամ նախարարության կողմից արձագանք, բայց դեռևս ոչ մի բանի մենք հրավերի կամ հանդիպման չենք արժանացել։ Մենք սպասում ենք այս հարցը։ Միանձնյա հայտարարություն կանի, ես մեր դողը պայքարը սաղ կմորանան, մենակ միանձնյա ինչ-որ մենք է հարցերը կլուծեն, այդպես բան չի կարող։ Բայց դուք եք լուծել։ Լուծ, բայց մենք առաջանք ենք, առանձին պիտի ընդհանուր ամենական բայց արդյանը պիտի ընդհանուր մենք ոչ նորից եմ ասում չենք անձնավորում, ուղղակի որ կոնկրետ այդ հանդիպումը տեղի է ունեցել եւ լրագրողական ամբողջ ԶԼՄ-ներով դա տարածվել է ու դրանից հետևություն արվում է այն որ նորից շարունակում է այդ տուգանելը եւ այլն մենք դրա մասին ենք խոսում թե չանձնավորելու բացարձակ ոչ միտք ունենք եթե նորից եմ ասում ինչ որ մեկը միանշանակ չի կարելի միանշանակ մեր անունից մենակ մենք կարող ենք քննարկում ենք իսկ որպես անհատ նկատի ունենք Եթե նախարարն հրավիրել դա չեն կարող ասել, որ ինքնակոչ է, եթե նախարարն լիազորված անց չի եղել։ Մեր կողմից լիազորված անց չի եղել։ Հանդիպումից հետո ձեզ հետ հանդիպում չի ունեցել։ Արմանի հետ կապը եղել է այդ հանդիպումից հետո, որ Տիգրան, եթե կգաս իրար հետ մենակ համագործակցենք, ես չեմ գա ոչ մի տաղաների մոտ, ոչ մի տեղեկություն քննարկում անենք։ Եթե իմ հետ կգնաս ճանապարհ, իրար հետ գնա, ասի ցավը տանեմ։ Առաջարկը նախարարից հանդիպել է, այդ առաջարկները ասի ինչի մասին ես դու զրուցել, ասեց հենց այդ տարածքների վերաբերյալ։ Որի դեմ դուք պայքարում եք։ Ես էլ ասում եմ, տեղեկին արի աչոք դու, տենա միշտ տարածք անգել, եթե պետական տարածք է, ուրիշ հարց է, եթե կայանատեղիներ կստեղծեն մի հազարատ, այդ տարածքները կօգտագործենք, գրանցվենք, իմանանք, ես ինչ տարածքում, Զեյթունում, Ռայկոմում, տարածքների վրա դեղին տաքսիներ, այդ էլ ուրիշ հարց է, բայց ապեր, դու ասում ես այդ սեփականատի ոչ, քաղաքում տարածք վերցեք, եթե մտեք իրա թևի տակ, եթե վտանգավոր է, ես դրան չեմ էտա, անետի համոզի տղեկի, սաղս կան, եթե դու դավապար ես ասում, ինչ? Ինչպես արտագանք Արմանը, չեմ ընդունում, ես ոչ մեկ էլ չեմ ուզում խոսա, բայց խնդրեմ, համանախագահան զանգել է, խոսացել է, որ դու իրավունք չունես, մենակ գնաս, քո մեր հարցերով լուծես, մենք չպիտի լսենք դու գնացիր, դու տեսար, դու խոսացիր, դրա համար էլ եթե դու չես գալ ինչ ես ուզում, ես էլ հիմնվում եմ Պետրոսի մոտի հայտարարություններին, որ դու ասում ես սա Հայաստանը պիտի 12,000 լուծի, տարածք են մտնում, ուրեմն քաղաք, ռայոն, շրջան 12,000 դրամ, տարածքներն են ու տարածքներն են, ու ասպես բույսենումով մի 30,000 երևույթի դուս կտապեն, այսինքն դու ոնց ես որոշել բույսենումով մեկը առողջական սաղին պրոբլեմ ունեն, մենակ մեր նյարդերը սաղինը խնդիր է, հարցը դիսպասել են գրանցված չեն։ Խոմած չվարելը, ուռած չվարելը դա է, այսպես բաներ կան, էդ էլ ապրած։ Բայց էդի բոլորի էլ անենք ընկերի ջան։ Միլիցիոներների մեջ չեն կա։ Խնդիրը, սա պետական է, դա ժողովրդի առողջության մասին մտածել, սա անեցա որ տալ բույսնում մենք այսօր դատավարության մեջ ենք, 12 թվականին մենք ընկոստացան, որ բույսնում տեղզնումը հանենք, ապելար փող ենք տալի մեկին, ոչ մի առողջություն չի ստուգում, անգամ դատավարություն է հիմա գնում, բարորդների և մոտ 30 միլիոն դրամի գումարա մի տարածքում հապշտակվել, հենց ինձ առողջության իբր տեղ զնուման համար,
ոչ մի աղ չի ստորագրել, որ մեկի առողջությունը ստուգել են։ Դա չի կարա լինի։ Դրա համար Արմանը որ նոր է հայտնվել, ես չգիտեմ ինքը որ տարածքում է քշում, ով է, ինչ է, ու խոսալով Միջև չգիտեք ինքը որտեղից է։ Միջև չգիտեք ինքը որ տարածքում է վարում մեքենան։ Այդ դեպքում ինչի ձեր անունից եկավ ու սկսեց խոսել այստեղ։ Որ իմ հետ եկել է։ Ձեր անունից ժամանակ։ Եկել է, իմ անունից չի խոսած, ինքը եկել է։ Ձեր հետ, չեմ ասում ձեր անունից, ձեր հետ։ Բա ցույցի լավ մարդը պայքարել է, սաղս էլ հավանություն են տվել։ Ստեղ ով է այդ պային մի ամիս առաջ ասել Արմանը մեր հետ չի, մեր պային մեր տեղը կարային նստեին, այս տղաներից ցանկացած։ Այսինքն մենք խորհրդակցում ենք, խոսում ենք, նույն բանը նրանք կարող են ստեղ ասել, բացարձակ։ Այս կամ որ հավաքվել է, մենք մտահոգված ենք, որ այս պայքարի միշտ մեջ մարդիկ են դավաճան հայտնվում, ներմուծվում, հասկանում են քաղաքականություններ աստեղ, մարդիկ կարան հայտնվեն ու մեզի տանեն մեկ այլ ուղղությամբ, որ տղեկի գլխին սարքեն, սա է խնդիրը, դեռ չգիտեմ, ամեն ինչ եմ կասկածում եմ, չեմ ճանաչել, եկել է կանգնել է, խոսացել է, հավանությունը տվել են, բայց այս պահին գնալ նախարարի մոտ, մենակ, չգար մեր հետ խոսալ, կներեք և իրակ գործնա։ Մենք գնում ենք հիմա նախարարություն, ասում ենք ինչ ուզում եք, խոսացեք Արմանի հետ, ինչ ուզում եք պայմանավորեք։ Մենք վետերան տղեկ ենք, 7 տարվա Էրսենյանից դուրս չեն գալիս։ Մեր հարցերին լուծում տալիս եք թե չէ։ Մեր ՀԿ-ի հետ համագործակցում եք թե չէ։ Հարցի պատասխանը կստանեմ, ձեզի կասեմ։ Իսկ հիմա կհամագործակցեն առանձին մեր հետ։ Ու այդ առանձին Արմանի հետ, բաց ու թափանցի, ոչ թե մենք գնալ ենք սեպարատ բանակցություններ վարել։ Էսի նախարարությունը առանց ինչ-որ անհատի է կանչի, հայտարարել է ծրագիր է։ Նախարարի հետ հանդիպում Այդ մարդը որ ընդունում է։ Խորերին ընդունի, լավ։ Հիմա նախարարությունը կարող է քայլ անում ձիով, որպեսզի նորից եմ ասում, սեպ գրի անհատ մեկի կանչի զրուցանի, որպեսզի վիճաբանություն լինի տաքս ու վարորդների մեջ թե ինչի։ Մենք խանդով չենք վերաբերվում, բացարձակ, թող ոչ մեկ հանկարծ չմտածի, որ իրանք կանչել են, մենք խանդում ենք, ոչ։ Լավ, այսպիսի մի հարց, երբ որ Արմանի հետ եղել է խոսակցությունները, որոշվել է, որ ինքը առանձին ծրագիր կամ պայքար պետք է տարի, դուք առանձին։ Իրանք են նախարարությունը այդպես հաստատել։ Մենք եմ նախարարություն ասում ենք, ոչ մի բանից մենք ենք կանք, մեր կանք չենք։ Դե պատկերացրեք նման մի բան։ Արմանից ասել է ինձ հետ գալիս ես, ես տղաներ հետ գործ չունեմ քո շրջապատի հետ, ասիկ ես ապրում եմ այդ շրջապատով, ես ոնց կարամ, բա իմ հարկակը ոնց եմ ես Ես պետք է խոսալով ես արտականը, այս մակար չնդունի։ Միջև է որ խոսում է լավ է ուզնեք որ ընդունի, հիմա հանկարծ չեք ուզում որ ընդունի։ Հենց էլ է որ հավաքվել եք ասենք մեզ, չեք ընդանելը պես չի որ չի ընդունել։ 7 տարի պայքարում ենք, բայց ոչ մի բանի չենք ասել, հանդիպում ունեցել ենք։ Դե երբ որ Տաքսիները չեն համաձայնում նախարարության միկրոֆոնից Ոչ, տաքսիները չեն համաձայնում, Արմանը ասաց է, որ բացվի։ Լավ, բայց ինչի՞ օգնել դու հարցը լուծեք։ Բայց մինչև Արմանի հետ Այո, մեր բանասները նախարարություն դրացած Բան էլի, կարու ես հարցը դրանում երբ որ մենք 15 կետից բաղկացած հարցերը 20 ավելի հարցեր տվեցինք իրանց, որպեսզի իրանք այդ հարցերը լուծեն, իրանք գիտեմ, ես չեմ կարող անում կողմնորոշվել, միգուցե Արմանը հենց դրա հիման վրա իր հայտ եկա, որպեսզի այդ սան կետերը չբավարարվեն։ Իմ նախարարությունը դիտավորել էսպես անում, որ դուք այս թողնեք ձեր խնդիրը մեկ Արմանի հետ Նախկներեք, ես ներեք Մենք մեր խնդիրներին ուզում ենք լուծում ստանալ։ Հիմա դուք ոնց եք ապրում, որ մեկի կնոջ հասցեին, մենք զրպարտություն է տեղ ունեցել, այդ մարդը չի քնում, չէ, ընտանիք ունի։ Մենք եղել ենք պարոն Արսենյանի սենյակում, խոսացել ենք, 7 հոգով նստացել ենք, խոսում ենք ոլորտից, տեղից, ընդերից, քննարկել ենք, մենք մեր գրասենյակում խոսացել ենք, որ Արման սենց բան ենք խոսացել, ես եմ այդ մայիսի մեկին, եսա թող բանը վերջանա,
Գնանք պարոն Արսենյանի տենանք, ասենք պարոն Արսենյան, տղամարդ տղա ես, այն օրվա քո արտահայտությունը ո՞րն է։ Ինքը գնում է նախարարի մոտ, ասում է ես չեմ լսել, բայց տղեկն են ասել, այսինքն տղեկի լսելով, հետում ես դու մեկի կնոջը վարկապետ ունես, որ դու չես լսել, ու հերոս ասել է այսօր սաղաթ հպարտանում է, որ Ձեր խնդիրը նաև որակն են անհատական հանդիպումները, ձեր շարժումը